Ուրեմն պիտի ընթերցեմ Հռոմեացիս 12 համարի առաջին գլխից. Արդ կաղաչեմ ձեզի եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ մսուրբ, Աստծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանիք այս աշխարհի կերպարանքովը, հապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է։ Քանզի ինձի տրված շնորհքով այս կսեմ ձեր մեջ եղող ամեն մեկուն, որ արժան եղածը մտածել է ավելի, բան չմտածե, հապա զգաստ կենալ մտածե հավատքին չափովը, որ Աստված ամեն մեկուց բաժանեց։ Վասնզի, ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, ու այն բոլոր անդամները միևնույն գործը չունին, նույնպես մենք շատվորներս մեկ մարմին ենք Քրիստոսով եւ ամեն մեկերնից իրարու անդամներ ենք։ Ուստի մենք զանազան պարգևներ ունենալով այն շնորհքին համեմատ, որ մեզի տրված է, եթե մարգարեություն, հավատքին չափով գործածենք, եթե սպասարկություն, սպասարկության մեջ ըլլանք, ան որ պիտի սովորտնե, սովորտնելու ետևել լա, ան որ պիտի հորդորե, հորդորելու ետևե, ան որ կբաշխե, պարզմտությամբ թողնե, ան որ վերակացու է ջանքով, ան որ գողորմի օժարությամբ։ Սերը առանց կեղծավորության լա, չարեն զզվելով բարիին հարելով, եղբայրասիրության մեջ իրարու գորովալից եղեք, պատվելու մեջ իրար մե անցեք, ջանքի մեջ թուլասիտ մի լակ, հոգիով բորբոքեցեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ստեպ աղոթքի կեցեք, սուրբերուն պետքերուն հաղորդ եղեք, հյուրասիրության ետևե եղեք, ձեզ հալածողները օրհնեցեք եւ մի անիծեք, խնդացողներունդ խնդացեք եւ լացողներունդ լացեք, իրարու վրա միևնույն խորհուրդ ունեցեք, ամբարտավանություն մի ինեք, հապա խոնարհներուն հետ խոնարեցեք, ինքս ինքնիդ իմաստունի տեղ մի դնեք, չարության փոխարեն մեկուն չարություն մի հատուցանեք, բոլոր մարդոց առջև բարի բան ընելու հոգացեք, որ չափ կարելի է ձեզի ամեն մարդու հետ խաղաղություն ունեցեք։ Սերներ, այսօր պիտի խոսենք եկեղեցու խորհրդի մասին։ Ինչ է եկեղեցին, որն է եկեղեցու դերը, ինչպես ստեղծվեց, Աստված այն ինչպես է գործածում, շատ խորհուրդներ կան, եւ սրանք դարեր շարունակ ծածկված էին, բայց միայն նոր կտականի շրջանին հաստատվեց, անգամ մարգարեները այս մասին չգիտեին, նրանք միայն երկու լեռնագագաթներն էին տեսնում, բայց այդ լեռների մեջտեղ ընկած հովիտը, որ եկեղեցու հովիտն է, նրանք չէին տեսնում, այսինքն նրանք տեսնում են, որ Մեսիան պիտի գա, պիտի ծնվի, որովհետև մարգարեությունը այդպես էր ասում, թագավորությունը պիտի հաստատի եւ այդպես մեսիական թագավորությունը պիտի լինի երկրի վրա։ Սակայն Աստծո ծրագրերը ով գիտի։ Աստծո խորհուրդները մեր խորհուրդներից շատ բարձր են, բայց Աստված իր խոսքի միջոցով մեզ ճշմարտությունները բացահայտում է։ Կարդանք Եփեսացիս 5-րդ գլխից մի քանի համարներ 25-ից 30 համարները։ Քրիստոս էլ սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որպեսզի նրանց սրբե եւ մաքրե ավազանի ջրով խոսքով, որպեսզի ինքը իր դեմը փառավոր կեցնե եկեղեցին, որ արատմը կամ աղտեղություն կամ ուրիշ ասոնցպես բան մը չունենա, հապա սուրբ եւ անարատ լա։ Նույնպես ալ պետք է, որ այրերը իրենց կիները սիրեն իրենց մարմիններու պես։
նա որ իր կինը կսիրե, իր անձը կսիրե, վասնզի մեկը բնավ իր անձը չատեր, հապա կսնուցանե ու կխնամե զանիկա, ինչպես Տերն ալ եկեղեցին, վասնզի մենք անոր մարմնին անդամներն ենք, անոր մարմնեն եւ անոր ոսկորներն են։ Ասոր համար մարդը պետք է որ ձգե իր հայրն ու մայրը եւ իր կնոջը պիտի հարի ու երկուքը մեկ մարմին պիտի ըլան։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես կխոսեմ Քրիստոսի ու եկեղեցի վրայով։ Ուրեմն այր եւ կին հարաբերությունը ներկայացվեց Քրիստոս եւ եկեղեցի հարաբերությամբ։ Ինչ է եկեղեցին։ Ինչ կարծիքներ կան։ Ոմանք ասում են, որ եկեղեցին քարե շինությունն է։ Ոմանք էլ ասում են, որ եկեղեցին մի կառույց է, որ կուսակցական ազդեցության տակ է, իշխանական ազդեցության տակ է, նրանք են կառավարում։ Ինչ է մեր հավատալիքը, քննենք։ Եկեղեցին հունարենով էկլիսիա բառն է, որ նշանակում է աշխարհից դուրս կանչված ժողովուրդ, Քրիստոսով սրբվածների ժողովք։ Ահա եկեղեցին սերներ։ Թերևս ոմանք կասեն, իսկ այդ եկեղեցու շքեղ շինությունը, բա դա ինչ է։ Այն կարող է ծառայել որպես եկեղեցի, բայց ոչ անպայմանորեն եկեղեցի լինել։ Բացատրենք։ Օրինակի համար 70 տարի խորհրդային շրջանը եղավ։ Անաստվածություններ կատարյալ։ Մեր հավատքի հայրերը ժամանակին դարերի ընթացքում հավատքով սքանչելի եկեղեցիներ են կառուցել։ Խորհրդային ժամանակաշրջանում այդ 70 տարվա մեջ այդ եկեղեցիները դարձան ախոր, դարձան պահեստներ։ Հիմա այդ ժամանակահատվածում այդ շինությունները եկեղեցի էին։ Ոչ, եկեղեցին ասեցինք դուրս կանչված ժողովուրդն է, Քրիստոսով սրբվածներն են, եկեղեցին շինություն չէ։ Ինչպես կարդացինք, Քրիստոս էլ սիրեց եկեղեցին, շինությունը սիրեց, մարդկանց խումբը սիրեց, նրանք ովքեր որ իր անունով կհավաքվեն եւ պաշտամունք կանեն, աղոտ կանեն, ահա եկեղեցին դա է։ Իսկ այն կոթողները, այն եկեղեցիները, որ շքեղորեն սարքված են ու նրանց մեջ աղոթք չկա, պաշտամունք չկա, դրանք միայն կարող են ծառայել որպես պատմական հուշակոթողներ։ Մենք այստեղ հավաքվեցինք, Տեր Հիսուսի անունով հավաքվեցինք, պաշտամունքի համար հավաքվեցինք, այստեղ եկեղեցի է։ Եկեղեցին բոլոր վերստին ծնված հավատացյալների հավաքականությունն է։ Աշխարհի բոլոր անկյուններում Քրիստոս մեկ եկեղեցի ունի, եւ այդ եկեղեցին բաղկացած է բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալներից։ Բոլոր եկեղեցիների մեջ էլ կան վերստին ծնունդ ունեցողներ եւ նրանք, որ այդ ծնունդը չունեն, ովքեր վերստին ծնված չեն, Քրիստոսի մարմնի անդամ չեն կազմում։ Կարող է պատահի տասնյակ տարիներ եկեղեցու մեջ են եւ նաեւ ծառայություններ էլ ունեն եւ նաեւ հոգաբարձության անդամ են, սակայն եթե այդ Տեր Հիսուսի դրած պայմանը չեն լրացրել, որն էր այդ պայմանը, նա որ վերևից ծնված չլինի, նա որ հոգի չի ծնված, փրկություն չունի, Աստծուն չի պատկանում։ Հետևաբար սա նախապայման է, վերստին ծնունդ ունեցող հավատացյալներ։ Եկեղեցու հիմքը սիրելիներ դրվեց խաչի վրա։ Տեր Հիսուսի կողը խոթվեց եւ այդ արյունը որ հորդեց, այդ արյան արժանիքով Քրիստոսի եկեղեցին հաստատվեց։ Որովհետև այդ արյունով է որ մեղավորը իր մեղքերից սրբվում է եւ հավիտենական կյանքի է արժանանում։ Եփեսացիս 5:23-ում գրված է. Քրիստոս եկեղեցու գլուխն է եւ ինքը մարմնի փրկիչն է։ Քրիստոս է գլուխը։ Մատթեոս 16-րդ գլուխ եթե գնանք, այնտեղ հանդիպում ենք մի խոսակցություն Տեր Հիսուսի եւ իր աշակերտների միջև։ Հիսուս հարցրեց. Իմ մասին ինչ են ասում, ով եմ ես։ Եվ աշակերտները ասեցին, ոմանք ասում են Հովանես Մկրտիչն ես։
Ոմանք էլ ասում են Եղիան կամ Երեմիան կամ էլ մարգարեներից մեկը։ Ասած իսկ դուք ինչ եք ասում։ Եվ Պետրոս գիտեք միշտ առաջ ընկնող էր, բայց այս անգամ հիանալի պատասխան տվեց։ Ասաց դու ես կենդանի Աստծո որդին, դու ես Քրիստոսը։ Եվ Հիսուս ասաց. Պետրոս, Սիմոն, Հովնանի որդի, մարմին ու արյուն սա քեզ չհայտնեց, այլ իմ հայրս, որ երկինքն է։ Դու վեմ ես, Պետրոս վեմ է նշանակում, թարգմանաբար։ Եվ այս վեմի վրա իմ եկեղեցին պիտի հաստատեմ ու դժոխքի դռները նրան չպիտի հաղթեն։ Պետրոսի վրա հաստատեց Տեր Հիսուս եկեղեցին։ Վեմի վրա հաստատեց։ Այդ վեմը, այդ վկայությունն էր, որ Պետրոս տվեց, դու ես կենդանի Աստծո որդին, դու ես Աստծո Քրիստոսը, ղրկվածը, Մեսիան։ Աշխարհի մեջ 1.5 միլիարդից ավելի քրիստոնյաներ կան։ Քրիստոնյաներ, որոնք կոչվում են անվանական քրիստոնյաներ։ Այսինքն, այդ քրիստոնյությունը նրանք ստացել են ժառանգաբար կամ ավանդությունների պատճառով, դե ազգովի մենք քրիստոնյա ենք էլի։ Եթե մեր նախահայրերը քրիստոնյա են եղել, մենք էլ քրիստոնյա կոչվում ենք, բայց քրիստոնյա կոչվել կամ քրիստոնյա լինել հսկայական տարբերություն կա սրա մեջ։ Սրտի հետ կապված փոփոխություն կա։ Եթե մեկ այդ փոփոխությունը չի ունեցել, ինքը միայն անվանական քրիստոնյա է։ Եվ այդպիսիները շատ են։ 1.5 միլիարդից որքան ճշմարիտ, իրական, վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաներ կան աշխարհում։ Դժվար է ասել, սակայն կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ 4-ից 5%, պատկերացնում եք, սա շատ չնչին մի թիվ է, միայն 4-ից 5%, այսինքն 100-ից միայն 5 հոգի են, որ ճշմարիտ, իրական, վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաներ են։ Այսպիսի խոսք ասում են, կարևորը քանակը չէ, կարևորը որակն է, որովհետև քանակը որակ չի բերում, մենք տեսնում ենք, այդպես շարունակաբար գնում է, ավանդական քրիստոնյաներ, անունով քրիստոնյաներ, բայց որակը քանակ բերում է, որովհետև այդ որակը, որ քրիստոնյանությունն են ներկայացնում, նրանք քարոզում են Աստծո խոսքը, ապաշխարություն են քարոզում, մեռելներից հարություն առնել են քարոզում։ Երկրորդ Տիմոթեոս 2:19 Տերը գիտե բոլոր նրանց, ովքեր իրենն են։ Մենք հաճախ չգիտենք։ Շատերն են ներկանում որպես քրիստոնյա, այո, քրիստոնյա ենք, մենք էլ ենք հավատում, բայց սրտերը Աստված է քննում։ Ինքը գիտի, որ սրտի մեջ է, որ Աստված եկավ եւ բնակություն հաստատեց։ Նրանք, որ Աստծո հոգիով են շարժվում, նրանք են Աստծո որդիները, նրանք են կազմում ճշմարիտ եկեղեցին։ Առաքյալների ժամանակ քրիստոնեությունը նոր հաստատվեց։ Եվ ինչպես հիշում եք Պենտեկոստեի օրը 3000 հոգի ինչ արեցին, ապաշխարեցին։ Ապաշխարությունը, ճշմարիտ ապաշխարությունը պայման է Քրիստոսին պատկանելու համար։ Հետո մենք կարդում ենք եւս 5000 հոգի եւ այն ժամանակ քրիստոնեությունը հասարակած էր։ Այսինքն մեկտեղ էին ամենը եւ գրված է Գործք առաքելոց 4:33 նրանց ամենքի վրա մեծ շնորհք կար։ Սա նշանակում է բոլորն էլ վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաներ են։ Եկեղեցի։ Տեր Հիսուս ասաց, եթե 2-3 հոգիներ իմ անունովս հավաքվեն, ես այնտեղ եմ։ Նշանակում է դա եկեղեցի է։ Այսօր մենք գիտենք շատ խմբեր, որոնք եկեղեցու շինությունը չեն գործածում որպես պաշտամունքի տեղ, այլ ասենք տները։ Եկեղեցի կոչվեն թե չէ սրանք։ Կոչվում են։ Այո, կոչվում են, եւ Սուրբ գրքի մեջ դրանց նախադեպերը կան։ Օրինակ, մենք կարդում ենք Առաջի Կորինթացիս 16-րդ գլուխ եւ 19 համարի մեջ Պողոս առաքյալը գրում է. «Բարևներ Ակյուղասի եւ Պրիսկիղային եւ նրանց տան միջի եկեղեցուն»։ Չգիտենք քանի հոգի են, կարող է 5, 10 կամ 20,
կամ էլ 50։ Մեկ ուրիշ պարագային Փիլիմոնի թղթի մեջ, որ անհատական գրված թուղթ է, Պողոս Առաքյալը ողջուն է ուղարկում Փիլիմոնի տանը միջի եկեղեցուն։ Ուրեմն մեզ համար բարձորոշ է, որ եկեղեցին շինությունը չէ։ Շինությունը կարող է ծառայել եկեղեցի լինելու, բայց ոչ անպայմանորեն։ Այն սքանչելի խորհուրդները, որ Պողոս Առաքյալի միջոցով հաստատվեց եւ վերհանվեց ու մեզ տրվեց, միայն նոր կտականի մեջ ենք կարդում։ Եկեղեցու շրջանը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Քիչ առաջ եղբայրը Հռոմեացիս 12-րդ գլխից կարդաց, որ բոլորս էլ Քրիստոսի մարմնի մեկ անդամներն ենք։ Եվ Աստված ամեն մեկին տարբեր կոչումներ տվեց, տարբեր պարգևներ տվեց, մեկին սպասավորության, մեկին Աստծո խոսքը բերելու, մեկին հորդորելու, եւ այսպես շարունակ ամեն մեկը Աստծուց մի բան առավ։ Ինչ որ ունենք, Աստծո փառքի համար ծառայեցնենք։ Կորինթացիս թղթի մեջ եկեղեցին Քրիստոսի մարմինը ներկայացվում է մարդու մարմնի անդամների հետ համեմատած։ Մենք ունենք ձեռքեր, ոտքեր, աչքեր, ականջներ, լեզու, գլուխ եւ այլն։ Մարմնի անդամներ, երևցած կամ չերևցած, թոքեր, ասենք սիրտ եւ այլն։ Այդ նույն ձևով ամեն մեկս Քրիստոսի մարմնի մեկ անդամն ենք։ Եվ ասում է, եթե ձեռք ասի ես չեմ ուզում ձեռք լինել, աչք եմ, դրանով ինքը ձեռք լինելու չի դադարում, բայց աչք էլ չի կարող լինել, որովհետև ամեն մեկ իր ֆունկցիան ունի։ Ամեն մեկը իրեն տրված պարգև ունի Քրիստոսի մարմնի շինության համար։ Ուրեմն եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Առաջի Կորինթացիս 12:27 Դուք Քրիստոսի մարմինն եք եւ յուրաքանչյուր մաս կկազմի նրա մարմինը։ Ամեն մեկս անհատապես Քրիստոսի մարմնի մեկ անդամն են կազմում։ Այդ մարմինը պետքություն ունի աճի, այդ մարմինը պետքություն ունի մեծանալու։ Եվ ինչպես փոքր երեխան ծնվում է, նրա մարմինը պիտի մեծանա, պիտի աճի, պիտի սնուցանվի, պիտի հոգ տարվի, որ մեծանա, այդպես էլ եկեղեցին։ Անհատ անդամներով, զարգացումով ամբողջ եկեղեցին իր զարգացումն է ունենում։ Եփեսացիս առաջի գլխից կարդանք 22-23 համարները հետևյալն է ասում. Եվ ամեն բան Քրիստոսի ոտքերի տակ հնազանդեցրեց եւ նրան որպես եկեղեցու գլուխ դրեց բոլոր բաների վրա։ Եկեղեցին նրա մարմինն է, նրա լրումը, որ կլեցնե ամենը ամեն բանի մեջ։ Այսինքն գլուխ եւ մարմին հարաբերությամբ ամբողջանում է այդ ամբողջ մարմինը։ Եվ նաև 4 գլուխ 15-16 համարները նույն Եփեսացիս թղթի։ Հապա սիրով ճշմարտությանը հետևելով ամեն բան Քրիստոսով աճեցնեք, որ գլուխն է, այսինքն Քրիստոս, որում է բոլոր մարմինը մեկտեղ կազմված եւ բոլոր հոդվածները իրարու հաղորդակցվելով կցված ամեն մեկ մասին չափով ներգործելով սիրով մարմնին աճում կտան մարմնի շինության համար։ Տեսնում եք։ Ամեն մեկս Քրիստոսի մարմնի մեկ անդամն ենք։ Եվ սիրով շաղախված պետք է որ այդ մարմինը զորանա, պետք է որ այդ մարմինը աճի։ Եթե մարմնի մեկ անդամը հաջողություն ունի, մարմնի մյուս անդամները պետք է որ նրա հետ ուրախանան։ Եթե մեկը դժբախտություն, անհաջողության մեջ է, նեղության մեջ է, մյուս անդամները նրան հոգ պիտի տանեն։ Նրա դժվարություններով եւ նեղություններով իրենք էլ պիտի մասնակից լինեն։ Շատ հաճախ այդպես չէ։ Շատ հաճախ առանձին քրիստոնյաներ միայնակ առանձնացած իրենց կյանքը հապա շրջապատը, հապա մյուս հավատակից եղբայր քույրերը, մենք պետք է որ այս բանի վրա ուշադրություն դարձնենք։ Ուրեմն Սուրբ Հոգու զորությամբ եւ Աստծո խոսքի միջոցով Քրիստոսի մարմնի անդամները պիտի աճեն, պիտի զորանան, պիտի մեծանան։
մեծանան։ Ուրեմն շատ կարևոր է, որ այդ մարմնի անդամները գաճաճ չմնան։ Պատկերացրեք, երեխան ծնվել է, տարիներ անցնում են, փոքր է մնում, չի մեծանում, ցավ է դա։ Նույնպես էլ քրիստոնյաները վերստին ծնունդ ունենալով պետք է որ աճեն, զարգանան, մեծանան Աստծո խոսքով եւ Սուրբ Հոգու զորությունով։ Մյուս ծայրեղությունը այն է, որ եկեղեցու անդամները, Քրիստոսի մարմնի անդամները չաճեն, չերկարեն, ընդհանուր ներդաշնակությունից առաջ չընկնեն։ Սա էլ վտանգավոր մի բան է, որովհետև այդ համաչափությունը նրանք խախտում են։ Այդ բաները տեղի ունենում անձի զորության հետևանքով, հավակնոտ լինելու պատճառով։ Ուրեմն ամեն բան ներդաշնակորեն պիտի զարգանա, գլուխը կատարյալ է, մարմինն էլ կատարելության պիտի ձգտի։ Եկեղեցին նաև սիրներ մարմին լինելուց բացի Քրիստոսի հարսն է։ Սա էլ գեղեցիկ խորհուրդ է, գեղեցիկ խորհուրդ է։ Երկրորդ Կորինթացիս 12:2-ում, Երկրորդ Կորինթացիս 11:2-ում ներողություն։ Պողոս առաքյալ գրում է. Ես ձեզ էրկանմը նշանեցի մաքուր կույսի պես Քրիստոսի առջև հանելու։ Ինչպես Եփեսացիների մեջ արդեն գրված է 5-րդ գլխում եւ կարդացինք այնտեղից, այլ եւ կին հարաբերությունը որպես գլուխ եւ մարմին ներկայացված է Քրիստոս եւ հարսը հարաբերությամբ։ Եվ ինչպես որ կինը իր ամուսնուն հնազանդ է իբրև թե տիրոջը, այնպես էլ եկեղեցին ամեն բանի մեջ պիտի հնազանդի Քրիստոսին, ինչպես նրա խոսքը պահելով։ Քրիստոս ասաց, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները սպահեցեք եւ դրանք ծանր բան չեն։ Որպիսի եկեղեցուն մաքրի ու սրբի ավազանի ջրով, որ ջուրն է սա, մկրտության ջուրն է։ Ոչ, բացատրությունը տրված է, լութրոն, Աստծո խոսքով, որպիսի Աստծո խոսքով մաքրի։ Ուրեմն մեր կյանքի փոփոխությունը հոգևոր Աստծո խոսքի զորությամբ պիտի գա, եւ դա կատարում է Սուրբ Հոգի ձեռքով, որպիսի Քրիստոս իր դեմը փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ արատ կամ աղտեղություն չունենա, այլ սուրբ եւ անարատ լինի։ Ինչ է սպասվում եկեղեցուն, Քրիստոսի հարսին, հիանալի եւ պայծառ ապագա սիրելիներ։ Մենք տեղափոխվենք Հայտնության 19-րդ գլուխ եւ 7-ից 9 համարները կարդանք։ Խնդանք եւ ուրախանանք ու փառք տանք անոր, քանզի գառնուկի հարսանիքը հասավ եւ նրա կինը ինք իրեն պատրաստեց։ Խնդանք եւ ուրախանանք, մենք գառնուկի հարսանիքին ենք կանչված սիրելիներ։ Եվ իրեն հագնելու համար տրվեցավ մաքուր եւ լուսափալ բեհեզ, քանզի այն բեհեզը սուրբերի արդարությունն է։ Եվ ինձ իսվեցավ, գրե, երանելի են նրանք, որ գառնուկի հարսանիքի ընթրիքին կանչված են։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր այս հարսանիքին կանչված են։ Երանելի եք սիրելիներ։ Նրանք, ովքեր որ կանչված չեն, թող մտածեն, իրենք այդ հարսանիքից դուրս են մնալու։ Եվ միայն հենց այնպես դուրս մնալ չէ։ Երբ որ Տեր Հիսուս գա, իր հարսը կազմող եկեղեցին վեր պիտի առնի, 7 տարվա հարսանյաց շրջանը պիտի գա երկնքում, սակայն երկրի վրա մնացողների համար գրված է վայ երկրի վրա մնացողներին, որովհետև ները հակաքրիստոսը պիտի գա եւ նա աշխարհի մարդկությանը պիտի չարչարի, 1/3 պիտի մեռնեն, մարդիկ մահը պիտի փնտրեն ու չպիտի գտնեն, լեռներին պիտի ասեն մեր վրա լեցվեք, ծածկեք մեզ անոր բարկությունից։ Ասում է, այնպիսի ցավեր պիտի գա երկրի վրա, որ մարդիկ իրենց լեզուները պիտի ծամեն ցավերից։ Սարսափելի բաներ է սպասում երկրի վրա, որքան էլ որ քաղաքական գործիչներ, տնտեսագետներ լավ ապագա են խոստանում գալիքում։ Լավատես լինելը լավ բան է,
Սակայն մենք լավատեսությամբ չենք տառապում, մենք իրատես ենք, մենք շարժում ենք այնպես, ինչպես Աստծո խոսքն է ասում, միայն միակ հավաստի աղբյուրը գալիք ապագայում կատարվող իրադարձությունների։ Քաղաքագետներ շատ են ձախողվել իրենց ունեցած գալիքի հանդեպ կարծիքներով։ Տնտեսագետներ ձախողվել են։ Սակայն Աստծո խոսքը միակ ճշմարիտ աղբյուրն է, թե ինչ պիտի կատարվի ապագային։ Մենք վստահ գիտենք եւ հավատում ենք եւ ուրախ ենք ու ցնծում ենք, որ Գառնուկի հարսանյաց հանդեսին կանչված ենք։ Ուրախ եք դուք։ Ասեք ամեն եւ ալելույա։ Փառք Տիրոջ։ Քրիստոսի հարսը լինելով մենք պետք է որ սրբության մեջ առաջանանք։ Ինչպես որ գլուխը կատարյալ սրբություն է Քրիստոս, այնպես էլ պետք է որ մարմինը սրբության մեջ առաջադիմի։ Դրա համար ինչ է պետք։ Առաջի բանը ատել մեղքը։ Միակ բանը որ մեր երկնավոր հայրն է ատում, դա մեղքն է սիրելներ։ Մեղքն է որ մարդկությանը Աստծո հետ այդ ունեցած հարաբերությունից խզում է։ Մեղքն է որ պատճառ է դառնում մարդուն մահվան եւ դատապարտության։ Ուրեմն մենք պետք է ատենք մեղքը։ Գրված է. հոգիով քայլենք եւ մարմնի գործերը չենք կատարի։ Հոգիով քայլենք, Աստծո խոսքի մեջ մնանք։ Մի սիրեք աշխարհը եւ ինչ որ նրա մեջ կա։ Ինչ կա այս աշխարհի մեջ։ Աչքի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն կամ հպարտություն Աստծուց չէ։ Ումից է։ Սատանայից է։ Եթե մի բան սատանայից է, մենք դրա ետևից գնանք։ Քավլիցի։ Ուրեմն սրբությունը Աստծո ժողովրդի համար, Քրիստոսի հարսի համար դրված նախապայման է։ Փրկության համար չէ սա, մեր հավատքի կյանքի համար է։ Երկրորդ Կորինթացիս 5:10 ասում է. ամենքս էլ Քրիստոսի ատյանը պիտի կանգնենք եւ ամեն մեկս պատասխան պիտի տանք, ինչ որ գործել ենք մարմնով, թե բարին եւ թե չարը, այն օրը Քրիստոսի ատյանի առջև պատասխան տալ կա։ Սա շատ լուրջ բան է սիրելներ։ Թեթև չառնենք, ասելով որ մենք Հիսուսին հավատում ենք, մենք փրկված ենք, դա բավարար է։ Այն օրը բոլոր միլիոնավոր սուրբերի ներկայությամբ, հրեշտակների ներկայությամբ մենք Քրիստոսի ատյանը պիտի կանգնենք։ Եվ մեր գործերը պիտի քննվեն, թե բարին եւ թե չարը, եւ այդ ամենի համար պատասխան տալ կա։ Քանի ժամանակը մեր ձեռքն է, ուրեմն մենք այս բանը լրջությամբ վերաբերվենք եւ սրբության կյանքը կատարելագործենք։ Հաճախ լսում ենք այն խոսքը, որ մարդիկ ասում են, որ այսքան հարանվանություններ կան, այսքան եկեղեցիներ բաժանված են, լավ չէր լինի, որ մի եկեղեցի լիներ։ Եկեք քննենք, տեսնենք, մի եկեղեցի հնարավոր էր որ լինի։ Միլիոնավոր հավատացյալներ հնարավոր է մեկ եկեղեցիում հավաքվեն։ Ռոզբոլի մեջ էլ հավաքվեն, տեղ չի լինի։ Ուրեմն շատ բնական է տարբեր հարանվանությունները, շատ բնական է առանձնացված եկեղեցիներ լինելը, անգամ տնային եկեղեցիներ կան, չէ՞։ Բայց կարևորը ինչ է, որ հոգիով մեկ լինեն, նույն ճշմարտության վրա խարսխված լինեն։ Ոմանք ասում են Տեր Հիսուս քահանապետական աղոթքի մեջ Հովհաննես 17:2 ասաց, որպեսզի բոլորն էլ մեկ լինեն։ Այո, սա ինչի համար ասվեց, որովհետև այն ժամանակ նախ եւ առաջ հրեաներից էին քրիստոնյաներ դարձել, բայց փրկությունը նաև գնաց հեթանոսներին, Աստված ժողովուրդ ուներ հեթանոսների մեջ էլ, հավաքեց, որպեսզի բոլորը մեկ լինեն, Քրիստոսի մեջ հրեա կամ հեթանոս, ծառա ազատ չկա, բոլորը մեկ են Քրիստոսով։ Կարևորը, որ բոլորը սրտով մեկ լինեն։ Տեսեք, երկրի վրա միլիոնավոր ընտանիքներ կան։ Ամեն ընտանիքները նույն սովորություններ ունեն, նույն նիստուկաց ունեն, բոլորն էլ իրարից տարբերվում են, չէ՞։ Այդպես էլ եկեղեցիները
իրենց պաշտամունքի ձևերով, նիստուկացով, սովորություններով տարբերվում են իրարից, սակայն ամենակարևոր բանը, որ ավետարանչության գործի մեջ իրար չխանգարեն, ընդհակառակը գործակից լինենք Աստծո, որպեսզի ավետանի ճշմարտությունը մարդկանց հասցնենք։ Ասում են, ինչ կարծիքի եք, եթե բոլորը մեկ հովհարի տակ լինեն, մեկ ամբրելայի տակ, նույն կենտրոնից ղեկավարվեն, ավելի լավ չի լինի, համաձայն եք այդպիսի բանի։ Ոչ երբեք։ Սա սատանայի մեկ գաղափարն է։ Սա է էկումենիկ շարժումը։ Այսինքն բոլորին համախմբել մեկ ամբրելայի տակ եւ մեկ տեղից նրանց ղեկավարել։ Եթե խոսքը վերաբերում է միայն քրիստոնեական համայնքներին, երկու ձեռքով կողմենք, որ մեկ մտքի լինենք, գործակցություն ունենանք, սակայն սրանից հետո գալիս է այն թաքնվածը, որ մարդկանց չի ներկայացվում։ Սա է միջկրոնական շարժում, այսինքն քրիստոնյաները մեկտեղ մեկանան, մուսուլմանները իրենց մեջ էլ մեծ բաժանումներ կա, մեկ լինեն եւ բոլոր կրոնները, երբ որ հակաքրիստոսը եւ սուտ մարգարեն հայտնվեն, նրանց ղեկավարեն։ Մենք այս բանին դեմ ենք։ Ինչու՞մ է կայանում եկեղեցու դերը։ 4 կարևոր բաներ կան, որոնք բնորոշում են եկեղեցուն։ Առաջինը՝ պաշտամունք եւ փառաբանություն։ Շատ կարևոր բան է սա։ Երկնքում հրեշտակները գիշեր ցերեկ փառաբանում են մեկին, որ միայն արժանի է փառքի, պատվի, գոհաբանության, մեր Աստծուն։ Այդպես էլ երկրի վրա իր զավակները պիտի փառաբանեն ու պաշտեն Տիրոջը։ Կողոսացիս 3-րդ գլուխ 16 համարում կարդում ենք. Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի առատապես ամեն իմաստությունով, իրար սովորեցնելու եւ խրատելու, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, ձեր սրտերի մեջ շնորհքով Աստված օրհնելու։ Այստեղ ծեսի մասին մի բան կա։ Ոչ բոլորովին։ Հենց այն, որ մեր պաշտամունքի սկզբում այդ հոգևոր երգերը, փառաբանությունը եղավ, Աստված այդ է ուզում։ Ոմանք ասում են, օրինակի համար, ես իմ տունս եմ, տանս Աստծո խոսքն եմ լսում, կարդում եմ, ամեն բան անում եմ։ Պետքություն չունեմ այդ բանի։ Եթե եկեղեցի գալու համար արգելք կա, հասկանալի է։ Եթե արգելք չկա ու այդպես ես վարում, նշանակում է դու փառաբանության մասը կորցնում ես, որովհետև փառաբանությունը միասնության մեջ է լինում։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք այս փառաբանությունը ունենանք։ Եփեսացիս 5:19 սաղմոսներով, օրհնություններով եւ հոգևոր երգերով ձեր մեջ խոսակցելով երգեցեք եւ աղոթք ըսեք, սաղմոս ըսեք Տիրոջը։ Կարևոր է նաեւ որպեսզի մենք փառաբանության մասից առաջ գանք։ Չուշանանք, սիրելիներ։ Ոմանք երկրորդական են համարում, ասում են, որ գիտեք, դե կարևորը Աստծո խոսքն է, քարոզությունն է, դե հիմա մի քիչ էլ ուշացած որ գնանք, ոչինչ։ Պաշտամունքի առաջի պահից միջև վերջի պահը փառաբանություն է։ Ուրեմն մենք ջանանք, որ այդ փառաբանությունը, այդ պաշտամունքը ամբողջությամբ ունենանք։ Ամեն։ Երկրորդը, ուրեմն առաջինը փառաբանություններ, պաշտամունքներ, երկրպագություններ։ Երկրորդը քարոզախոսություն, խոսքի մատակարարություն։ Այլ կերպ ասած, հոգևոր սնունդ։ Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերնից ելած ամեն խոսքով։ Ուրեմն մեր մարմինները մենք սնուցանում ենք եւ լավ ձևով ենք սնուցանում, բա մեր հոգիները։ Մեր հոգիները, որ հավիտյան են, մեր մարմիններից մի օր պիտի անջատվենք։ Պիտի թողնենք մեր մարմինը երկրի վրա, բայց մեր հոգիները եւ անձերը հավիտյան պիտի մնան։ Ուրեմն առաջնահերթ մտածենք մեր հոգիների սնուցանելու համար։ Ուրեմն եկեղեցու անդամները հոգևոր աճումի պետք ունեն եւ հաստատուն կերակուրի։ Եվ այդ հաստատուն կերակուրը իր մեջ պիտի ներառվի վարդապետություն եւ գործնական բաներ։ Երկուսը մեկտեղ։
Եթե միայն վարդապետություն տրվի, վարդապետներ կաճեցնենք, բայց գործնական կյանքի մեջ ոչ մի առաջընթաց չի լինի։ Եթե միայն գործնական կյանք քարոզվի առանց վարդապետության, հավատացյալները ճիշտ տեղ դուրս չեն գա։ Իրենց ճանապարհների մեջ կսխալվեն, որովհետև նախ պիտի իմանաս, թե ինչպես Աստված պաշտես, ապա դրանից հետո այդ պաշտամունքը անես։ Ուրեմն թե վարդապետություն եւ թե գործնական կյանքի բաները անհրաժեշտ են, որպեսզի հավատացյալը Աստծո աճումով աճի ներդաշնակությամբ։ Կողոսացիս 1:28-ում Պողոս առաքյալը գրում է. որ մենք կքարոզենք ու ամեն մարդու կհորդորենք եւ կսովորեցնենք բոլոր իմաստությունով, որպեսզի ամեն մարդ կատարյալ լինի, այսինքն աճած լինի Քրիստոս Հիսուսով։ Ուրեմն այս աճումի առաջընթացի ձևավորման համար Աստված սահմանել է եկեղեցի մեջ կարգ ու կանոն, պաշտոններ։ Օրինակ կարդում ենք Եփեսացիս 4:12-13 համարները։ Եվ ինքը մեկ քանիսներին տվեց մարգարե լինելու, սրանք նոր ուխտի մարգարեներն են, որ մենք տեսնում ենք գործ կառաքելության մեջ նրանց մասին գրված, եւ նաեւ նրանք, ովքեր որ մարգարեական խոսքը մատակարարում են, ոչ թե անպայմանորեն հատուկ մարգարեություններ ստանում են խոսելու համար, այլ Աստծո խոսքից առնելով մատակարարում են։ Մի քանիսներին հովիվներ եւ վարդապետներ, քահանաներ կան այս շարքում, չկա։ Նոր ուխտը սիրելիներ, քահանայական կարգ իր մեջ չի սահմանում։ Դա հին ուխտի տնտեսությունն էր, վերջացավ։ Ներկայիս սարքված քահանայական կարգը մարդահնար է։ Երրորդ դարից սկսած այն բանը սկսեց գործել։ Առաքյալների շրջանին այդպես չէր։ Նոր ուխտի շրջանը եղբայրասիրության շրջան է, բոլորս իրար հավասար լինելու շրջան է, Նիկողայոսյան շրջանը հատուկ դրվեց, որպեսզի մարդկանց վրա իշխեն եւ տիրեն։ Ուրեմն ինչի համար տրվեց ավետանիշներ, հովիվներ, վարդապետներ, մարգարեներ, սուրբերի կատարելության եւ Քրիստոսի մարմնի շինության համար, միջև ամենքս էլ հասնենք հավատքի եւ Աստծո որդուն ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի նման հասակի չափը ունենալու։ Թերևս ոմանց ականջին խորթ հնչեց կատարյալ մարդ։ Մենք պիտի գա մի ժամանակ, որ կատարյալ լինենք։ Հա, ինչ կարծիքներ կան։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Եկի վրա որևէ մեկը թող չակնկալի, որ պիտի գա մի պահ, որ ինքը պիտի ասի, ես արդեն կատարյալ եղա։ Դա անկարելություն է։ Քրիստոսի մեջ մենք կատարելություն ունենք, կատարյալ ենք Քրիստոսի մեջ, սուրբ ենք, բայց քանի որ մեղանչական բնությունը մեր մեջ ունենք, մենք սրբությունից սրբություն ենք գնում, մենք գնում ենք կատարելության, մենք առաջանում ենք հոգևոր կյանքի մեջ։ Քրիստոսի նման հասակը կա եւ մենք էլ զարգանում ենք այդ հասակին հասնելու համար, թե որքան կհասնենք, ժամանակը ցույց կտա եւ երբ որ երկնքում գնանք, այն ժամանակ բարձ կլինի, թե ամեն մեկս Քրիստոսի մեջ որքան աճեցինք, որքան հասակ ունեցանք։ Հավատացյալները սիրելիներ պետք է զինվեն Աստծո խոսքով, սա շատ կարևոր է։ Միայն Կիրակի օրը գալով, տուն գնալով չբավականանանք, մենք կանչված ենք ամեն մեկս Քրիստոսի լույսը, ճշմարտություն ուրիշներին տանելու, որովհետև քարոզիչը կամ հովիվը կամ ավետանիչը քո շրջապատում չի հասնում, քո աշխատատեղում չի հասնում, բայց դու այնտեղ ես։ Հետևաբար Աստված ակնկալում է, որ մենք էլ պատրաստվենք Աստծո խոսքով մեր շրջապատում ճշմարտությունը ավետանելու համար։ Մենք էլ պետք է որ եկեղեցուց դուրս ավետանության գործի մեջ մասնակից լինենք։ Տեր Հիսուս երբ որ իր աշակերտներին այդ մեծ պատվիրանը տվեց, գնացեք, աշակերտեցեք, չասաց Հրեաստանի այս 4 կողմը պատտվեք եւ վերջացեք, ասաց միջև աշխարհի ծայրերը ամենուրեք ղրկեց։ Գործ կառաքելության մեջ էլ այդպես ասեց, առաջ գլուխ 8 համարի մեջ, միջև աշխարհի ծայրերը։ Մենք սիրելիներ գործում ենք հայ ժողովրդի մեջ, ազգությամբ հայ ենք, մեր ազգի մեջ էլ գործում ենք, սիրում ենք մեր ազգը եւ ուզում ենք, որ մեր ազգակիցները
անվանական քրիստոնյա լինելուց ճշմարիտ վերստին ծնունդ ունեցող իրական քրիստոնյաներ լինեն։ Դրա համար ջանում ենք նաև, որ եկեղեցուց դուրս էլ ավետարանություն անենք, Աստծուն փառք ենք տալիս, տարիներ շարունակ Աստված TV-ով, հեռուստա ծրագրերով ավետանը քարոզելու հնարավորությունը տվեց, որքան որ պիտի տա, հավատարիմ պիտի գտնվենք քարոզելու համար։ Ամերիկյան իրականության մեջ սիրելներ, պիտի ասենք, որ հսկայական աշխատանք են տանում եկեղեցիներից դուրս։ Օրինակ, քրուսեյդներ են կազմակերպում քրիստոնյական, եւ Գրեգ Լորիի վերջին քրիստոնյական այդ քրուսեյդին մեր պատանիները իրենց մասնակցությունը բերեցին տարբեր ծառայությունների մեջ եւ շատ խանդավառված էին, եւ դա մեծ ազդեցություն է այդ քրուսեյդները 7000 հոգի մեկ գիշերվա մեջ ապաշխարեցին եւ ապաշխարելուց հետո հենց այնպես չթողնվեցին, նրանց բաժանվեցին հոգեվոր գրքեր, նրանց ինֆորմացիան, այսինքն տեղեկություններ վերցվեց նրանց մասին, որպիսի շարունակաբար նրանց սնեն Աստծո խոսքով, նաև ամեն մեկ ապաշխարողի իր շրջակայքում գտնվող եկեղեցի գտնվեց, որպիսի այնտեղ գնան եւ հոգեվոր աճում ունենան։ Ուրեմն մենք էլ Աստծո խոսքը թե եկեղեցու մեջ եւ թե եկեղեցուց դուրս պիտի քարոզենք, որպիսի շուտով եկեղեցու թիվը լրանա։ Հաջորդը, ուրեմն առաջինը փառաբանությունն էր, երկրորդը Աստծո խոսքի մատակարարությունը եկեղեցում եւ ապա եկեղեցուց դուրս եւ մի կարեւոր բան էլ կա, որ երբեք զանց պետք չէ որ անենք։ Սա է խոսքի հետ միասին նաեւ բարի գործեր։ Գթասրտություն։ Հաճախ զանց է արվում այս բանը, բայց շատ կարևոր է։ Եվ այս բանը պիտի անենք ոչ թե փրկվելու համար, այլ որ փրկված ենք, պիտի անենք Աստծո փառքի համար։ Բարի գործերով, որևէ մեկը չի փրկվելու, մեկը միշտ սա իմանանք։ Շատերը այդպես են կարծում, Աստծո առջև լավ բաներ անենք, աղքատներին կերակրենք, հագցնենք, տարբեր բաներ անենք, կփրկվենք։ Ոչ, փրկությունը հավատքով է, Քրիստոսի արյան արժանիքով է միայն։ Բայց երբ որ փրկվեցիր, մտածի նաև այդ փրկությունը արտագործես բարիք անելով, գթասրտությամբ։ Պողոս առաքյալ Գաղատացիս 2 գլուխ 10 համարի մեջ գրում է. Միայն թե կկամենայի, որ աղքատներին էլ հիշենք, եւ ես էլ աշխատեցի մի բան անել։ Պողոս առաքյալ իր սուղ միջոցներից, գիտեք, վրանագործ վրաներ գործում, որպեսզի իր կենցաղը ապահովի, ասում է, ես այդ միջոցներից էլ աշխատեցի, որ մի բան անեմ։ Մակեդոնիայից եւ ուրիշ շրջաններից հավաքում էր եկեղեցու անդամների հավաքած այդ դրամները տանում էր Երուսաղեմի հավատացյալներին, որ շատ ծայրաշճան աղքատության մեջ էին։ Ուրեմն ոչ միայն հոգևորը տալ, այլ նաև նյութականը, ֆիզիկականը ապահովել։ Գաղատացիս 6:10 գրված է. Բարիք անենք ամենքին, մանավանդ հավատքի ընտանիներին։ Եթե կարող ես ամենքին արա այդ լավությունը, այդ բարիքը, բայց առաջնահերթ քու Քրիստոսով եղբորդ, քրոջդ։ Տիրոջ շնորհքով 1 տասնամյակից ավելի Աստված մեր եկեղեցու մեջ հաստատել էր այս բանը, որ մի տուփ ունենք, որի վրա գրված է Հայաստանի աղքատ հավատացյալներին։ Եվ ամեն ամիս այնտեղ հավաքված դրամը ղրկվեց Հայաստան առանց 1 ամիս բաց թողնելու։ Եվ այնտեղ տասնյակ ընտանիքներ այդ թեև փոքր ստացած գումարով, բայց իրենց համար դա շատ մեծ բան էր, որքան աղոթքներ եղան, որքան փառաբանություններ եղան Տիրոջը, որ Աստված այդ հնարավորությունը իրենց համար հանեց։ Եվ սա այս բոլորը ձեր մասնակցությամբ Տերը բոլորիդ օրհնի։ Եբրայեցիս 13 գլուխ 16 համարի մեջ կարդում ենք հետևյալը. Իսկ բարերարությունը եւ կարոտյալներին ողորմությունը մի մոռացեք, վասնզի Աստված այսպիսի պատարակների կհավանի։ Ուրեմն բարերարությունը
եւ աղքատներին օգնելը Աստված որպես իբրև թե պատարակ է ընդունում իր առջև, անուշահատ պատարակի նման Տիրոջ առջև է ելնում, որովհետեւ այն կատարվում է Տեր Հիսուսի անունով։ Ինչ որ անեք, Հիսուսի անունով արեք, որպեսզի Հիսուս փառավորվի ամեն բանի մեջ։ Գործք առաքելոց 11:29 Աշակերտները որոշեցին, որ իրենցից ամեն մեկը ձեռքից եկածի չափով Հրեաստանի մեջ բնակվող եղբայրներին օգնություն ղրկեն։ Առաջի Հովանու 3:17 Նա որ աշխարհի բարիք ունի եւ իր եղբորը բանի մը կարոտ կտեսնի եւ իր գութը նրանից կկտրի, ինչպես Աստծո սերը նրա մեջ բնակած կլինի։ Կամ Հակոբոս ասում է, եթե մեկը տեսնի, որ իր եղբայր անոթի է, մերկ է, կամ ասենք վառելիք չունի եւ ասի գնա խաղաղությամբ, գիտես քեզ համար աղոթք կանեմ։ Աստծո սերը հաստատված պիտի լինի։ Աղոթք արա հետնել օգնի, որպեսզի այդ վիճակից դուրս գա։ Ուրեմն եկեղեցու առաքելությունը դերը, փառաբանություն պաշտամունք, հոգևոր կերակուրի մատակարարում nourishment, երրորդը ավետարանություն եկեղեցում եւ եկեղեցուց դուրս եւ չորրորդը գթասրտություն բարի գործեր։ Այս ամենի ներգործողը սելներ պիտի լինի Սուրբ Հոգին։ Եթե Սուրբ Հոգին չէ, մարդկային է այդ գործերը։ Ուրեմն մենք Սուրբ Հոգու ձայնին պիտի լսենք, Աստծո խոսքի միջոցով է Սուրբ Հոգին գործում եւ նրա ձայնին երբեք դեմ պետք չէ որ դնենք, եթե ուզում ենք օրհնվենք։ Հաջորդը ճշմարիտ եկեղեցու անտեսանելի եկեղեցին, կա տեսանելի, երևցած, անվանական եւ անտեսանելի, որ Աստված է միայն ճանաչում, եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է, եկեղեցու գլուխը Քրիստոսն է, եկեղեցին առաջնորդողը ով է, հովիվը Սուրբ Հոգին է եկեղեցու առաջնորդողը, հոտը պատկանում է ում Քրիստոսին, վայ նրանց, որ ասեն իմ հոտս, Սուրբ գրքի մեջ այդպիսի բան չկա սիրելներ։ Պողոս առաքյալը գրում է Կորինթացիների մեջ, մենք իրեն էլ են ներառում դրա մեջ, թեև ինքը տասնյակ եկեղեցիների հիմնադիր էր, ասում են մենք Քրիստոսի անուշ հոտն ենք։ Եվ այսքանից հետո մեկը կարող է համարձակվել ասել իմ հոտս, Առաջի Պետրոս 5:2-3-ը, Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 2-3 համարները, գրված է հովիվներին, երեցներին, առաջնորդներին, ատենապետներին, պաշտոնի համար, որպես պաշտոնյաներ նրանց գրված է։ Աստծո հոտը, որ ձեր մեջը արածեք վերակացու լինելով, ոչ թե ակամա, այսինքն զորով ձևով չանենք էլի, այլ կամավ, սիրով, ոչ թե անարգ շահախնդրությամբ, այդ հոտը արածեցնում ենք, որովհետև մեջը շահ կա, ոչ թե անարգ շահախնդրությամբ, հապա հոժարությամբ, ոչ թե վիճակների վրա տիրելով, կամքը թելադրես, կամայական որոշումներ ընդունես, այլ հոտին օրինակ լինելով ինչպես, սիրով, ներելով, համբերությամբ, գթասրտությամբ, եւ ասում է Հովվապետի Տեր Հիսուսի երևցած ժամանակ, այսինքն երկրորդ Գալատյան ժամանակ, փառքի անթառամ պսակը պիտի առնես։ Երկու եկեղեցի կա։ Ինչ է կարծում, որոնք են դրանք։ Հաղթական եկեղեցի, որ երկինքն է։ Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսով ննջեցին, կազմում են հաղթական եկեղեցին։ Իրենց գործերից դադրեցան, այս պայքարը, պատերազմը սատանայի աշխարհի հետ վերջացավ։ Իրենք համարվում են հաղթական եկեղեցին երկնքում։ Մնացածը բոլոր նրանք, ովքեր որ ողջ են եւ Քրիստոս իրենց Տերը եւ Փրկիչն է, կազմում են պատերազմող եկեղեցին։ Ում դեմ ենք պատերազմում։ Սատանայի իր իշխանությունների, այս աշխարհի նիստուկացի, այս աշխարհի ճանապարհների հետ։ Որտեւ դրանց հեղինակը սատանան է։ Մեր պատերազմը մարմնի եւ արյունի հետ չի, մարդու հետ չի մեր խնդիրը։
Սատանայական զորությունների, երկնքի մեջ եղող իշխանությունների եւ պետությունների հետ։ Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք պատերազմում ենք մեր անձի դեմ անգամ։ Այն անձը, որ մեղավոր է, որ մեր հոգին հակառակ է գնում։ Ուրեմն մենք մեծ պատերազմի մեջ ենք, ներքաշված, ուզենք կամ չուզենք։ Պատերազմը մենք ենք տանում։ Եթե մենք տանելուց լինենք, պարտված ենք։ Պատերազմի մեջ մեզ առաջնորդողը Սուրբ Հոգին է։ Բայց որպեսզի հաղթական գտնվենք, մենք պետք է մեր ջանքը անենք։ Մենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ գործի։ Այս պատերազմի ծանր բեռը ինքը տանի եւ մենք իր հետևից գնանք։ Ժամանակը պիտի գա, երբ որ մենք էլ պիտի ննջենք եւ մենք էլ պիտի միանանք հաղթական եկեղեցուն։ Մենք փափագում ենք, որ Տեր Հիսուս շուտով գա եւ առաջ մեռելները հարություն առնեն, վերջը մենք էլ որ ողջ ենք մնացած, մեկ ակնթարթի մեջ հափշտակվենք Տիրոջ առջև ելնելու եւ հավիտյան Տիրոջ հետ լինենք։ Տերը թող շուտով գա, Տերը թող շուտով իր եկեղեցու թիվը լրացնի եւ Քրիստոս հայտնվի։ Դրա համար Աստված ասում է իմ ձեռքերի գործերի համար պատվեր տվեք, որն է այդ պատվերը, ասենք, Եկնավոր Հայր, Տեր Հիսուսին շուտով ղրկի, եւ հոգին եւ հարսը ինչ են ասում, ամեն եւ ալելույա, շուտով արի Տեր Հիսուս։ Երբ Տեր հապվում ես լույս, աչքերս լցվում են արցունքներով, երբ Տեր հապվում ես լույս, շուրթերս բացվում են օրհնությունով, երբ Տեր հապվում ես լույս, աչքերս լցվում են Սպասում եմ բացրտով, քեզ իմ Տեր